Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նորք վարչական շրջանների քննչական բաժնվում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից կատարված մի քանի գործարքներ չեն ներառվել հարկային միասնական հաշվարկներում, այդ կերպետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։ Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված գումարը կազմել է 13,404,500 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Դեկտեմբերի 22-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Լալայան փողոցում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Գյումրու բնակիչ 1974 թվականին ծնված Հովհաննես Գ-ն է։ Այս մասին տեղեկանում ենք ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների ժամեր առաջ Գյումրու Լալայան փողոցի տներից մեկում Հովհաննես Գ-ն մեկ այլ անձի հետ օգտագործել են ոգելից խմիչք, կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Հովհաննես Գ-ն մահացել է։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործություն կատարած անձը Գյումրու 50-ամյա բնակիչը Վանաձորում հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 18-ին քրեական և համայնքային ոստիկաններն ու Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու բնակության և աշխատանքի վայրերում։ Ըստ օպերատիվ տեղեկության տղամարդը բնակության վայրում և աշխատասենյակում ապօրինի պահում էր զենք, զինամթերք և թմրանյութ, որը հաստատվեց խուզարկությամբ։ Խուզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման և փոշենման զանգվածներ ու սպիտակ հետքերով գլանակ։ Գուրղինյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, դեղնականաչավուն զանգված, հեղուկանման զանգվածով գլանակներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ։ 44-ամյա տղամարդը ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու, թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, իսկ նրա կողմից շահագործվող մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կատարվում է նախաքննություն։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեղրի քաղաքի 39-ամյա բնակիչը իր Ford Transit մակնիշի մեքենայով Մաքսանենկ ճանապարհով ծխախոտ է ներկրել և վերավաճառելու նպատակով տեղափոխում է Երևան։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ի գիշերը ժամը 2-ին Մեղրի Երևան ճանապարհի 190-րդ կիլոմետրի հատվածում Ford Transit-ը հայտնաբերվել է։ Վարորդը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է առանց акցիզային դրոշմանիշների 3380 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պահպանվող հատուկ տարած տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է առանց акցիզային դրոշմանիշների 3000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։ Կատարվում է նախաքննություն։